Որտեղ կանգնում ես, անմիջապես ստուգանվում ես։ Մի խումբ անհատ տաքսու վարորդներ պահանջում են ավելացնել կայանատեղիները։ 50 թե 100 տեղ, հատո թեկուզ լինի 200 տեղ։ Միևնույն է, տաքսու առաջարկը պահանջարկին գերազանցում է մոտավորապես իմ հաշվարկներով մի 5-6 անգամ, այսինքն մի պատվիրատուին կա 5 տաքսի։ Եվ որպեսզի այդ մի պատվիրատուին որսանք, մենք ստիպված մոտենում ենք կանգառներին, որտեղ մարդկային կուտակումներ կան։ Որ այդտեղ չկա կանգնելու, փողոցում տեղ չկա, մարդը կանգնացել է, կանգնում ես, ասենք, իջնելու կամ նստելու։ Որ թուղթ գալի, ինչ անես։ Վարորդները հրաժարվում են վճարել նաև իրենց պնդմամբ ապօրինի տուգանքների համար։ Տրանսպորտի տերության բալկոնից նկարում են տաքսու զնակը, կոմպյուտերով նայում են, չունի լիցենզիա, 50,000 տուգանք ուղարկում են տուն։ Մտնում են բակերը, որ մեքենայի վրա զնակ կա դրված տաքսու, նշանը դրված է, նկարում են գաղտնի տանում են, որը որ իրավունք չունեն։ Մեքենա շենքի բակում կանգնած, փչացած մեքենաս կանգնած, մեկ ամիս առաջ, տաքսու նշանը վրան դրած, եկել են շենքից պայծեզդի դռան դեմը, ավտոս նկարել են, 50,000 նամակն ուղարկել են, իմ երեխու բենիս կտրեմ այդ փողն ում տանեմ տամ, չեմ տալու, ես գուբերնատորի տղա եմ, մինչև րոպեն մեկ տանեմ իրանց այդքան փողեր տամ, այդպես բան չկա։ Տաքսիստների խնդիրներով զբաղվող քաղաքացիական դիրքորոշում հասարակական կազմակերպության նախագահը, սակայն չի կիսում վարորդների մտահոգությունները կայանատեղիների տրամադրման խնդրի հետ կապված։ Այսօր Երևանում 25-ից 30,000 տաքսի է շահագործվում։ Երևանը հնարավորություն ունի 25-ից 30,000 մեքենայի կայանատեղի տա։ Դա ոչ մի Երևանի կարգի ոչ մի քաղաք չի կարող կայանատեղի տրամադրել։ Երևանի նման քաղաքին ընդամենը 5,000 մաքսիմում տաքսի է պետք։ Այդ դեպքում այսքան եղած գոյություն ունեցող կայանատեղիների քանակը բավական կներ ու մարդիկ գործ կունենային։ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից այսօր որևէ մեկը չներկայացավ վարորդների հետ հանդիպմանը, թեև վարորդների պնդմամբ նախապես խոստացել էին։ Տաքսիստները պատրաստվում են վաղը բողոքի ակցիա կազմակերպել կառավարության շենքի մոտ։